Պուտինն առնվազն 3 իրար շատ նման գրեթե նույնական աշխատասենյակ ունի 3 տարբեր քաղաքներում։ Կրեմլն այս copy-paste կաբինետներում արված լուսանկարներն օգտագործում է տպավորություն ստեղծելու, թե նախագահ Պուտինը մերձ մոսկովյան իր նստավայրում է։ Բայց իրականում այս կադրերի մեծ մասն արված են Մոսկվայից հեռու։ Սա պարզ է դառնում, երբ դետալների վրա ենք կենտրոնանում։ Ազատության սիստեմայի հետաքննող լրագրողները հարյուրավոր նկարներ են համեմատել ու ուսումնասիրել, եւ պարզվում է Պուտինն իրականում այնտեղ չէ, որտեղ Կրեմլից ասում են, որ է։ Նովոօգորյովի, Սոչիի ու մի երրորդ տեղի Վալդայի կաբինետների լուսանկարները կարելի է ներառել, գտեք մի քանի տարբերություն խաղի մեջ։ Ահա նախագահի թիկունքում ինտերիերի մաս կազմող այս գիծը, թվում է նույն սենյակն է, բայց պատի այս դետալը 3 նկարներում էլ տարբեր բարձրությունների վրա է։ Տարբեր բարձրություն ունեն նաև իրար նման այս դռների բռնակները։ Միանման այս սենյակներում տարբեր են նաև ջերմակարգավորիչների տեղերը։ Ահա նաև սեղանն ու թղթապանակը, հար եւ նման, միաժամանակ խոշորացույցի տակ երևացող տարբերություններով, որոնք սակայն Կրեմլից հերքում են ամենաբարձր մակարդակով։ Ոչ մի միանման աշխատասենյակներ էլ չկան։ Նախագահը տարբեր քաղաքներում բազմաթիվ աշխատասենյակներ ունի, դրանցից օգտվում է։ Իսկ ինչ վերաբերում է երկրի ղեկավարի շարժին, ապա ինչպես ցանկացած պաշտպանության տակ գտնվող անձի դեպքում երթուղու մասին տեղեկությունը պետական գաղտնիք է։ Կրեմլի էլիտան ուսումնասիրած սոցիոլոգը, բայց միանման կաբինետների ու անվտանգության միջև կապը մեկ այլ տեսանկյունից է բացատրում։ Թագավորի մարմինը դադարում է մարդկային մարմին լինելուց եւ դառնում է պետական հիպերօբյեկտ, գաղտնի բնակավայրերով եւ երկրորդ ընտանիքով։ Եվ այլևս չի գործում, եկեք գոնե ձևացնենք, թե նախագահը հետևում է որոշ կանոնների եւ արարողությունների։ Նրա փոխարեն գործում է, եկեք ամբողջ պետական վարչակազմը կառուցենք այնպես, որ հարմար լինի նախագահին սկզբունքը։ Որ սենյակում է Պուտինը հարցն ակտուալ է հատկապես Ուկրաինայում սկսած պատերազմից հետո։ Փորձագետները կարծում են, Ռուսաստանի նախագահի տեղը մամուլի հաղորդագրություններում անգամ ճիշտ չեն ասում, նախ եւ առաջ վախենալով դեպի այդ սենյակ կարող են թևավոր հրթիռներ գալ։ Գազեն համեմատում է, Քադաֆին 1991-ից ի վեր երբեք 2 անգամ նույն տանիքի տակ չէր գիշերել։ Սադամ Հուսեյնը Բաղդադում ու դրա տարածքից դուրս մի քանի բնակավայր ուներ, ու նույնիսկ մերձավորները չգիտեին, որտեղ է նա։ Նա դա անում էր նույն պատճառով, ինչ որ հիմա Պուտինը։ Նա չէր վախենում ներքին հաշվեհարդարից, վախենում էր ամերիկյան Թոմահոք հրթիռից։